Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Եթե դու խնդրել ես, որ Աստվածների քո մեղքերը եւ իսկապես նկատի ես ունեցել դա, դու մեղավոր չես։ Ես քեզ հայտարարում եմ անմեղ։ Ես Ջոյս Մայերն եմ եւ հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ ամեն բնագավառում։ Գիտեք, դուք աճում եք քիչ-քիչ։ Ես սկսել եմ իմ տան նկուղում։ Ահա թե որտեղ է սկսել իմ ծառայությունը մեր տան նկուղում։ 5 տարի շարունակ ես անցկացրել եմ Աստվածաշնչի փոքրիկ սերտողություններ, այնուհետև 5 տարի աշխատել եմ մի եկեղեցում, որից հետո Աստված ասաց, որ սկսեմ իմ ծառայությունը եւ տարածեմ այն դեպի հյուսիս, հարավ, արևելք եւ արևմուտք։ Ես անցկացրել եմ բազմաթիվ հավաքույթներ, որոնց մասնակցել է 25, 50, երբեմն նաեւ 70 մարդ։ Եթե մարդկանց թիվը հասնում է 100-ի, մտածում էի, որ մահացել եմ եւ գնացել երկինք։ Եվ ես շնորհակալ եմ, որ երբեք չհանձնվեցի ու հասա այնտեղ, որտեղ հիմա եմ, եւ անհամբեր սպասում եմ, թե Աստված էլ ինչ կանի ինձ հետ, նախքան տուն տանելը, ամեն։ Այս տարի լրացավ իմ 80 տարին։ Հետաքրքիր է ինչպես ես զգում, երբ գիտես, որ ապրել ես կյանքիդ մեծ մասը։ Կարծում եմ նույնիսկ եթե ապրեի մինչև 100 տարեկան, ինչը վստահ չեմ, որ ուզում եմ, բայց նույնիսկ եթե այդպես լիներ, ինձ ընդամենը 20 տարի կմնար, այնպես որ ես որոշել եմ առավելագույնս օգտագործել մնացած օրերը եւ հիմա մեծ մասամբ ասում եմ այն, ինչ ուզում եմ, երբ ամբիոնի մոտ եմ։ Եվ անում եմ այն, ինչ հաճելի է ինձ։ Բարևեք Դեյվին, նա այնտեղ է։ Եվ ձեզ կասեմ, Դեյվը բարետես տղամարդ է, նա հոգ է տանում իր մասին, մինչև հիմա նա հագնում է նույն չափի հագուստ, ինչ այն ժամանակ, երբ ամուսնացանք։ Եվ նա լավ մարդ է։ Մի քանի շաբաթից կլրանա մեր ամուսնության 57 տարին։ Մենք ունենք 4 զավակ, 12 թոռ եւ 6 ծոր։ Վերջերս ես ասացի, ես միայն չեկեր եմ գրում, պարզապես զբաղված եմ դրանով։ Ես նույնիսկ չեմ զբաղվում նվերների փաթեթավորմամբ, թող ինչ-որ մեկը զբաղվի դրանով, ես պարզապես չեկեր եմ գրում եւ դնում ծրարների մեջ։ Դա ավելի հեշտ է։ Չեկեր եւ ծրարներ, այսպիսով թույլ տվեք մի հարց տալ։ Ինչպես կընդունեիք, եթե ասեի. Մինչ դուք այստեղ էիք եկեղեցում, ինչ-որ մեկը եկել եւ մաքրել է ձեր տունը։ Եվ այն մեկը ընդմիշտ մաքուր կմնա։ Դուք երբեք այն մաքրելու կարիք չեք ունենա, դա արվել է մեկ ընդմիշտ։ Միթե դա հրաշալի չէր լինի, կամ եթե ասեի. Մինչ դուք այստեղ էիք, այսօր ինչ-որ մեկը գնացել է ձեր տուն, հավաքել է եւ փակել է ձեր բոլոր հաշիվները, եւ ոչ միայն փակել է ձեր ունեցած հաշիվները, այլև հոգ է տանում այն բոլոր հաշիվների համար, որ երբևէ կունենաք։ Քանիսդ կմտածեիք, թե որքան հրաշալի կլիներ դա։ Շատ լավ, կա մեկը, որ ձեզ համար արել է այն, ինչ դուք երբեք ստիպված չեք լինի անելու։ Եվ դա ձեր մեղքերի համար մեկ ընդմիշտ վճարելն է։ Ես կարդում էի Եբրայեցիների թուղթը եւ ընդլայնված Աստվածաշնչում շարունակ հանդիպում էի այս արտահայտությանը՝ մեկ ընդմիշտ, մեկ ընդմիշտ, մեկ ընդմիշտ։ Ես մտածեցի, Աստվածի, մենք չենք հասկանում դա։ Գիտեք, նա պարզապես մեկ անգամ չարեց դա։ Դա կատարվեց մեկ անգամ, նկատի ունեմ, նա արեց դա միայն մեկ անգամ, բայց այդ մեկ անգամը բավական է բոլոր ժամանակների համար։ Դուք երբեք չպետք է աղաչեք, որ Աստվածների ձեր մեղքերը, դրանք արդեն ներված են։ Դուք պարզապես պետք է ընդունեք, որ մեղանչել եք, խոստովանեք ձեր մեղքերը եւ ասեք. Ես ընդունում եմ։ Ես ընդունում եմ այն ներումը, որը դու տվել ես ինձ Հիսուսի անունով։ Ամեն։ Գիտեք, ես չեմ ասելու, որ մեղքի համար երբեք չկան հետևանքներ, որովհետև կան, ենթադրենք, ինչ որ մեկը սպանություն է գործում։ Նա գնալու է բանտ։ Նա կարող է ներվել Աստծուց եւ կարող է լավ կյանք ունենալ նույնիսկ բանտի պատերի ներսում, որովհետև արտաքին ազատությունը չէ, որ մեզ լավ կյանք է ապահովում։ Դա ներքին ազատությունն է։ Այն, երբ իմանում ես, թե ով ես Քրիստոսի մեջ, եւ ստիպված չես լինում ապրելու մեղքի ու մեղքի զգացումի ծանրության ներքո, երբ զայրացած չես եւ կարողանում ես ներել մարդկանց։ Սրանք այն բաներն են, որոնք ձեզ իսկապես ազատ են դարձնում եւ այսպես նույնիսկ բանտում լինող մարդկանց ես քարոզել եմ շատ բանտերում, ասում եմ, դուք կարող եք այստեղ ավելի ազատ լինել, քան որոշ մարդիկ դրսում, որովհետեւ ձեր իրական ազատությունը գալիս է ձեր ներսից։
Այսպիսով, այսօր ձեզ հետ ուզում եմ խոսել Սուրբ գրային այն խոսքերի մասին, որոնք հաստատում են, որ Հիսուսը արել է սա մեզ համար մեկ ընդմիշտ։ Եվ ուզում եմ խոսել այն մասին, թե ինչպես ենք մենք շարունակում փորձել անել այն, ինչ Հիսուսն արդեն արել է, եւ ինչպես է դա գողանում մեր ուրախությունը եւ մեր խաղաղությունը։ Մեկ ընդմիշտ նշանակում է հիմա եւ վերջին անգամ, վերջապես, հաստատապես։ Մի բան, որը բացարձակապես այլևս անհրաժեշտ չէ անել։ Այս տարվա սկզբին ես անախորժության մեջ հայտնվեցի։ Մեջքիս շրջանում թեթև վիրահատության ենթարկվեցի։ Բայց վերջում վիրահատության տեղում արյան թրոմբ առաջացավ, ստիպված եղան երկրորդ անգամ վիրահատել։ Ես երբեք չեմ ունեցել այնպիսի ցավ, ինչպիսին թրոմբի ցավն է, ես կնախընտրեի 3 երեխա ունենալ։ Դա այնքան ուժեղ էր, որ նույնիսկ չեմ հիշում, երեխաներս ասում էին, որ ես չորեքթաթ գնալով գոռում էի «Տարեք ինձ հիվանդանոց», որովհետև դա ազդել էր մեջքիս եւ ոտքերիս նյարդերի վրա։ Այս ոտքի նյարդերը վնասվել էին թրոմբի պատճառով։ Եվ վիրահատությունից հետո ընդհանրապես չէի կարողանում շարժել այն, ես հազիվ կարողանում էի բարձրացնել այն մահճակալից։ Ուստի ստիպված եղա 2 շաբաթ անցկացնել վերականգնողական հիվանդանոցում, որտեղ օգնեցին ինձ այն աստիճան, որ կարողացա քայլել քայլակով։ Ես եկա տուն եւ մտածելով, որ կարող եմ անել այն, ինչ իրականում չէի կարող, իմ մեղքով ընկա եւ կոտրեցի այս ոտքը։ Դուք տաղանդավոր պետք է լինեք 2 ոտքը միաժամանակ վնասելու համար։ Կարճ ասած, 2.5 ամիս անցկացրի անվասայլակի մեջ։ Շատ հետաքրքիր էր։ Զուգարան գնալու համար նստատեղին տախտակ էին դնում եւ այդ տախտակի վրայով սահում էի անվասայլակի վրա։ Գնում էիր զուգարան, իջեցնում անվասայլակի կողային հատվածը, սահում զուգարանակոնքին, ապա պետք է հետ սահեիր եւ նորից նստեիր քո աթոռին։ Ասեմ ձեզ, ես այնքան էի հմտացել սահելու մեջ, որ պարզապես զարմանալի էր։ Ընտանիքիս համար նույնպես շատ դժվար էր, օրը 24 ժամ, շաբաթը 7 օր ինչ-որ մեկը պետք է մնար ինձ հետ։ Իմ ընտանիքը կանգնեց իմ կողքին եւ երեխաներս 4 ժամյա հերթափոխով մնում էին իմ կողքին եւ Դեյվը արեց այն ամենը, ինչ կարող էր ինձ օգնելու համար, բայց դա իսկական փորձություն էր եւ թույլ տվեք ասել, երբ վերջին անգամ այցելեցի բժշկին, ասաց. «Շատ լավ, ամեն ինչ ավարտված է, այլևս հարկ չկա վերադառնալու»։ Ես շատ ուրախացա, որ երբեք չեմ այցելելու այդ բժշկին։ Ամեն։ Նույնպիսի իրավիճակում հայտնվեցի 32 տարի առաջ, երբ կրծքագեղձի քաղցկեղ ունեի եւ ստիպված էի վիրահատվել։ Ես երջանիկ էի, քանի որ քաղցկեղը չէր հասել ավշային հանգույցներին։ Ուստի երբ գնացի ուռուցքաբանի մոտ, պարզելու թե որն է հաջորդ քայլը, նա ասաց. «Լավ լուր ունեմ քեզ համար, քեզ որևէ բուժում հարկավոր չէ, ոչ քիմիաթերապիա, ոչ ճառագայթում, դու այլևս կարիք չունես վերադառնալու»։ Ես շատ ուրախ էի, որ այլևս բուժվելու կարիք չեմ ունենալու։ Ես հուսով եմ, որ դուք նույնպես կուրախանաք, երբ ձեզ ասեմ, որ Հիսուսը վճարել է ձեր մեղքերի համար, եւ դուք երբեք ստիպված չեք կրկին վճարել դրանց համար։ Գիտեք ինչ է դա նշանակում։ Այո։ Այսօր ուրախ ուղերձ ենք լսելու։ Օ, թույլ տվեք ասել եւս մեկ բան, որը երբեք չպետք է կրկնեք։ Մեղք գործելուց հետո այլևս մեղավոր չպետք է զգաք։ Ձեր արձագանքն այնպիսին էր, ինչպիսին երկրորդ ծառայության ժամանակ էր։ Ապա կարող եք Աստվածաշնչում գտնել մեկ խոսք, որտեղ ասվում է, որ դուք մեղավոր պետք է զգաք։ Սատանան եղբայրներին զրպարտողն է։ Մեղք գործելուց հետո, երբ ապաշխարում եք եւ ներվում, նա վերադառնում է եւ փորձում մեղադրել ձեզ։ Պատահել է, որ մի առավոտ արթնանաք եւ սատանայից լսեք, թե ինչն եք ճիշտ արել նախորդ օրը։ Բայց վստահ եմ, բազմիցս պատահել է, որ երբ արթնացել եք, առաջինը ինչի մասին մտածել եք, այն է, թե երեկ ինչ սխալ եք արել։ Սատանան ոչ միայն ուզում է մտածեք, որ երեկ թշվառ օր եք ունեցել, այլև համոզվեք, որ այսօր նույնպես թշվառ օր եք ունենալու, մտածելով այն արարքի մասին, որ կատարել եք երեկ։ Ամեն։ Ես այլևս այդպես չեմ ապրում։ Ապրում էի, տարիներ շարունակ այդպես էի ապրում։
Մեղքի զգացումը իմ լավագույն ընկերն էր, այն ինձ հետ էր ամենուր։ Վաղ տարիքում սեռական բռնության ենթարկվելով ենթադրում եմ, որ ինչ որտեղ ես ձեռք բերեցի այն պատկերացումը, որ դա իմ մեղքով էր։ Ուստի ես մշտապես մեղավոր էի զգում, գիտեք, ես լավ չէի զգում, եթե մեղավոր չէի զգում, ինձ մշտապես թվում էր, թե ինչ-որ բան այն չէ ինձ հետ, ինչ-որ բան այն չէ ինձ հետ, ինչն է սխալ իմ մեջ, ինչն է սխալ իմ մեջ։ Եվ ինձնից երկար ժամանակ պահանջվեց մեղքի զգացումը հաղթահարելու համար։ Դա կարծես միանորոշ ներկայություն լիներ, որ մշտապես ինձ հետ էր։ Այդ զգացողությունը ստիպում էր ինձ մտածել, որ ինչ-որ բան այն չէ ինձ հետ։ Ինչ-որ մեկն այստեղ հասկանում է, թե ինչ էի ես զգում, ինչի մասին եմ խոսում։ Հենց հիմա ես աղոթում եմ, որ Հիսուսի անունով դուք հասկանաք սա այսօր, որովհետև եթե հասկանաք, դա կփոխի ձեր կյանքը հավիտյան։ Ես վերջապես հասկացա, որ չպետք է ապրեմ իմ զգացողություններով, այլ նրանով, ինչ ասում է խոսքը։ Եվ սկսեցի կիրառել խոսքը մեղքի զգացումը հաղթահարելու համար։ Երբ մեղավոր էի զգում, բարձրաձայն ասում էի, ես մեղավոր եմ զգում, բայց մեղավոր չեմ, որովհետև Աստծո խոսքն ասում է, որ ես ներված եմ, եւ մեղքն ու մեղքի զգացումը հեռացված են։ Այնուհետև ես դեռ մեղավոր էի զգում եւ ասում էի, ես մեղավոր եմ զգում, բայց մեղավոր չեմ, որովհետև Աստծո խոսքն ասում է, որ իմ մեղքերը ներվել են եւ մեղավորությունը ջնջված է։ Ես մեղավոր չեմ։ Ինձ համար միևնույն է, թե ինչպես ես ինձ ստիպում, որ մեղավոր զգամ, սատանա։ Ես մեղավոր չեմ, ես ներված եմ։ Գիտեք, երբ հաճախակի այդպես վարվեցի, սկսեցի հավատալ դրան։ Հասկանում եք, մենք ունենք շատ տեղեկություն, բայց մեզ անհրաժեշտ է հայտնություն։ Եվ ես ուզում եմ, որ այն, ինչ քո գլխում է, տեղափոխվի սիրտ։ Ես ուզում եմ, որ հասկանաս դա։ Եթե դու խնդրել ես, որ Աստվածների քո մեղքերը եւ իսկապես նկատի ես ունեցել դա, դու մեղավոր չես։ Ես քեզ հայտարարում եմ անմեղ։ Ամեն։ Չգիտեմ, պատկերացնում եք, թե որքան հրաշալի է ապրել այսպես այն տարիներից հետո, որոնց ընթացքում տառապել եմ։ Մշտապես զգալով, որ ինձ հետ ինչ-որ բան այն չէ։ Եվ ինչ-որ բան պետք է անեմ, դա շտկելու կամ Աստծուն գոհացնելու համար։ Մեր գրասենյակում մենք հարցում անցկացրինք եւ իմ կարծիքով պատասխանները շատ զարմանալի էին։ Մենք հարցրինք. երբ գնաք երկինք կամ եթե կարողանայիք հենց հիմա 3 հարց տալ Հիսուսին, որոնք կլինեին դրանք։ Գիտեք, թե որն էր ամենաշատ նշված հարցը, ինչպես կարող եմ իմանալ, որ արել եմ բավականաչափ։ Այս մարդիկ քրիստոնյաներ են, որոնք աշխատում են մեր ծառայության մեջ։ Ինչպես կարող եմ իմանալ, որ արել եմ բավականաչափ։ Սա բացարձակապես սխալ հարց է նրանց համար, ովքեր իսկապես հասկանում են խոսքը։ Քանի որ մենք երբեք չենք կարող բավականաչափ անել։ Ահա թե ինչու նա արեց դա մեզ համար։ Ամեն։ Ամեն բան կախված է նրանից, դուք ուզում եք ապրել Քրիստոսի մեջ, թե ինքներդ ձեզնով։ Նա, որ մեղք չգիտեր, դարձավ մեղք, որ ես Աստծո արդարությունը լինեմ Քրիստոսում։ Եթե թերթեք Աստվածաշունչը եւ փորձեք գտնել Սուրբ գրային բոլոր խոսքերը, որոնք ասում են Քրիստոսում, Քրիստոսի մեջ, Քրիստոսում, ես ունեմ առցանց մի նյութ, որը կարող եք գտնել պարզապես գրելով իմանալով, թե ով ես Քրիստոսում, Ջոյս Մայեր։ Դուք կտեսնեք Սուրբ գրային խոսքերի երկար ցանկ, որոնք ասում են, թե ով եք դուք Քրիստոսում։ Աստվածաշունչն ասում է. ես լիարժեք եմ Քրիստոսում։ Ես սուրբ եմ Քրիստոսի մեջ։ Սրբված եմ Քրիստոսի մեջ, արդարացված եմ Քրիստոսում։ Գիտեք ինչ է նշանակում լինել արդարացված։ Լինել արդար այնպես կարծես երբեք չես մեղանչել, անմեղ այնպես ինչպես նորածին երեխան է։ Կասեմ ձեզ, իսկապես ճշմարտությունն այն է, որ Քրիստոսի մեջ ես այլ եմ։
Նույնիսկ վերջերս առևտրի կենտրոնում խնդրեցի, որ ձմեռ պապը նկարվեր ինձ հետ։ Դա ծիծաղելի էր։ Ես ասացի ձմեռ պապին. կարող եմ ձեզ հետ նկարվել։ Այո, իհարկե։ Չգիտեմ ինչ որ բան բորբոքվեց իմ մեջ, հուսով եմ դուք կհասկանաք սա այսօր։ Երբ խաչի վրա Հիսուսն ասաց կատարվեց, նա խոսում էր օրենքի մասին, նա կատարեց օրենքը։ Եվ գիտեք ինչ, մենք այլևս հին ուխտի կանոնների և սահմանված կարգերի ներքո չենք, այնպես որ դադարեք դրանք ներքաշելուց ձեր կյանքի մեջ, որը հիմնված է նոր կտակարանի վրա։ Դուք կանոններ և կարգեր եք ստեղծում ձեզ համար, ես պետք է աղոթեմ, ես պետք է սա անեմ, ես պետք է կարդամ Աստվածաշունչը, ես պետք է։ Դուք չպետք է անեք դրանցից որևէ մեկը, ճշմարտությունն այն է, որ դուք ցանկանում եք անել դրանք։ Եզեկիելի 36-ում ասվում է. ես ձեզ նոր սիրտ կտամ, ես կվերցնեմ քարեղեն կարծրացած սիրտը և կտամ մսեղեն սիրտ։ Ընդլայնված Աստվածաշնչում ասվում է զգայուն մեր Աստծո հպման հանդեպ։ Եվ իմ հոգին կդնեմ ձեր ներսում։ Այնպես որ երկու բան է տեղի ունենում վերստին ծնունդով, դուք ստանում եք նոր սիրտ։ Հներն անցնում են և ամեն բան նոր է դառնում։ Եվ Աստված տալիս է մեզ իր հոգին։ Ինձ դուր է գալիս այն փաստը, որ նա ասում է ես ձեր միջից կհանեմ քարեղեն կարծրացած սիրտը։ Օրենքը, հին կտակարանի օրենքը տրվեց քարե տախտակների վրա, բայց հիմա այդ քարե տախտակների կարիքն այլևս չունենք։ Գիտեք ինչու, որովհետև օրենքը գրված է մեր սրտերում։ Եվ մենք տարբերում ենք ճիշտը սխալից։ Մենք գիտենք, որ մեզ անհրաժեշտ է Աստծո խոսքի ուսուցումը, բայց գիտեք, նույնիսկ առանց դրա մենք զգում ենք, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ։ Քանի որ Աստված օրենքը գրել է մեր սրտերում։ Այնուհետև նա մեզ տվել է իր հոգին, իր Սուրբ հոգին, որպեսզի սովորեցնի, թե ինչպես թույլ տանք իրեն աշխատել մեզ հետ։ Մեր մեջ եղածը դուրս հանելու համար, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել այն։ Շատ լավ, երկրորդ ծառայության ժամանակ ես սովորեցի, որ բոլորը կարող են շատ լուռ լինել։ Ես մտածում եմ շատ լավ, լռեք այնքան, որքան ցանկանում եք, ինձ համար միևնույն է։ Այլևս ոչինչ պետք չէ լրացնելու այն ամենին, ինչ Հիսուսն արել է մեզ համար։ Նա արել է այն, ինչ անհրաժեշտ էր անել։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ երբ նա համբարձվեց, նստեց հոր աջ կողմում։ Որպեսզի սպասի, որ իր թշնամիները դրվեն իր ոտքերի պատվանդան։ Օհո, և հետո սպասեք, գիտեք թե ինչ է գրված Եփեսացիների 2:6-ում, և մենք նստած ենք նրա մեջ։ Ինչ որ մեկը հասկացավ։ Գիտեք ինչ է դա նշանակում, ես կարող եմ ղեկավարել այս ծառայությունը մինչ արձակուրդի մեջ եմ։ Հարկ չկա, որ անհանգստանամ հաշիվների համար, հարկ չկա, որ անհանգստանամ այն բանի համար, թե ինչ են մարդիկ մտածում իմ մասին, հարկ չկա, որ անհանգստանամ մարդիկ հավանում են ինձ, թե ոչ։ Ինձ միայն հետաքրքրում է այն, որ ես Քրիստոսի մեջ եմ, եթե ինձ չեք հավանում, խոսեք նրա հետ։ Մենք պետք է մտնենք նրա հանգիստը։ Ամեն օր ես արթնանում եմ և անում լավագույնը, որ կարող եմ, որովհետև ոչ թե ստիպված եմ, այլ սիրում եմ Տիրոջն այնքան, որ չեմ կարող չանել այդ ամենը։ Ես չեմ փորձում ճիշտ վարվել, որպեսզի նա սիրի ինձ։ Նա սիրեց ինձ նախքան աշխարհը ստեղծելը։ Նա սիրեց քեզ նախքան երկրագունդը ստեղծելը։ Դու երբեք չես կարող ստիպել Աստծուն սիրել քեզ ավելի, քան նա սիրում է քեզ հիմա։ Անկախ նրանից, թե որքան շատ բաներ ես ճիշտ անում, նա չի սիրի քեզ ավելի, որովհետև նրա սերը կատարյալ է, նա սիրում է քեզ և վերջ, դրանով ամեն բան ավարտված է, ավելի լավ է ընդունես սա։
Աստված չի վաճառվում, դու չես կարող գնել նրան բարի գործերով։ Ես ջանում եմ ամեն օր բարի լինել, որովհետև սիրում եմ Աստծուն եւ չեմ փորձում ստիպել, որ նա սիրի ինձ։ Դու նույնպես ջանքարաբարի լինել, բայց ոչ Աստծուց ինչ-որ բան վաստակելու նպատակով։ Դու չես կարող վաստակել քո փրկությունը։ Այն տրվել է քեզ Աստծո շնորհքով որպես նվեր։ Այնպես որ հարկ չկա, որ վճարես դրա համար, այն ձրի նվեր է։ Հարկ չկա, որ վճարես դրա համար ինքդ քո հանդեպ վատ վերաբերմունք ունենալով։ Հարկ չկա, որ վճարես դրա համար մեղքի զգացումով։ Հարկ չկա, որ վճարես դրա համար չվայելելով կյանքը։ Դա մեկ այլ միջոց է, որով փորձում էի վճարել իմ մեղքերի համար։ Ես թույլ չէի տալիս, որ վայելեի կյանքս։ Ես չէի կարծում, որ արժանի եմ, որովհետև ի վերջո ես լավը չէի։ Ես ինձ լավ չէի դրսևորել։ Հիշում եմ մի երեկո բազմոցին պարկած կինոնկար էի դիտում, երբ ինձ պատեց մեղքի այն անորոշ զգացումը, որի մասին խոսեցի քիչ առաջ։ Ես մտածեցի, Աստված, ինչ է կատարվում ինձ հետ, ինչու եմ այստեղ պարկած։ Ինչու եմ մեղավոր զգում։ Ֆիլմը պարկեշտ էր։ Ադիբուդին ցածր յուղայնությամբ էր։ Պաղպաղակի մեջ շաքար չկար ավելացված։ Ինչն եմ սխալ անում։ Նա ասաց, դու մեղավոր ես զգում, որովհետև քեզ թվում է, որ դու արժանի չես վայելելու կյանքը։ Հիսուսն ասաց, ես եկա, որ ունենաք եւ վայելեք ձեր կյանքը եւ ունենաք այն առատությամբ եւ ավելցուկով։ Հետաքրքիր է, քանիսը այստեղ չեն վայելում իրենց կյանքը։ Եվ ես չեմ խոսում արձակուրդը վայելելու մասին։ Ես չեմ խոսում գնումներ կատարելուց հաճույք ստանալու մասին։ Ես խոսում եմ սովորական օրերը, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի եւ կրկին երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի վայելելու մասին։ Եվ վայելել կյանքը կրկին ու կրկին աշխատանքի գնալու, տունը մաքրելու, նորից աշխատանքի գնալու, մեքենա վարելու, բենզին լցնելու ընթացքում։ Գիտեք ինչպես եք անում դա։ Տեղավորվում եք Քրիստոսի մեջ եւ մնում եք այնտեղ։ Եվ պարզապես պահում այն մեկ պատվիրանը, որ նա տվեց, սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ անձով, ամբողջ մտքով եւ ամբողջ զորությունով։ Եվ դա անելով սիրելով ինքդ քեզ եւ ուրիշներին, կպահես բոլոր պատվիրանները, որ Աստված երբևէ տվել է։ Եվ ես ուզում եմ մի բան ասել, դու հրաշալի ժամանակ չես անցկացրել, եթե չես սկսել կենտրոնանալ ուրիշներին սիրելու վրա։ Այն, ինչ մեր եղբայրն ասաց Գործ Առաքելոցի 20:35-ի մասին, 100%-անոց ճշմարտություն է։ Երանելի է տալը, քան առնելը։ Զարմանալի է, թե որքան երջանիկ եք դառնում, երբ կենտրոնանում եք այն բանի վրա, թե ինչ կարող եք անել ուրիշների համար։ Ես այնքան հպարտ եմ այս հոգևոր համայնքի համար։ 27 ընտանիք հանձն է առել զբաղվել երեխաների խնամատարությամբ։ Սա Աստծո ձեռքի գործն է, որովհետև գիտեք ինչ, այս ամսվա 13-ին մեր եկեղեցական ծառայությանը հյուր ենք ունենալու։ Վերջերս ես զանգեցի որդուս, քանի որ մտածում էի այն մասին, որ Աստվածաշունչը շատ բան է ասում որբերի եւ այրիների մասին։ Այն հատկապես նշում է մարդկանց այս երկու խմբերը, որբերին եւ այրիներին։ Դրանք միայնակ մարդիկ են, միայնակ մարդիկ, որոնց կողքին չկա մեկը, որ օգնության ձեռք մեկնի։ Ես ամեն բան անում եմ, որ ծառայենք ծերերին, զբաղվենք նրանց խնամքով։ Ես նաեւ մտածեցի որբերի մասին, ճիշտ է, մենք ունենք մի քանի մանկատներ ամբողջ աշխարհում, բայց ինչ կարող ենք անել մեր քաղաքում, ինչ կարող ենք անել մեր քաղաքի որբերի համար։ Այսպիսով, եթե իսկապես ուզում ես օգնել մարդկանց, երբեմն պետք է նախահարցակ լինես։ Դու չես կարող սպասել, որ Աստված գա եւ ստիպի քեզ ինչ-որ մեկին օգնել։ Դու պետք է մի քանի հարց տաս եւ մի փոքր ուսումնասիրես։ Այսպիսով ես զանգեցի որդուս, որը պատասխանատու է միսիայի համար եւ ասացի. ես ուզում եմ, որ կապ հաստատես այս քաղաքի մանկատների հետ եւ պարզես, թե ինչով կարող ենք օգնել նրանց։ Կա ինչ-որ բան, որ կարող ենք անել նրանց համար։ Եվ այսպես մեր աշխատակիցներից մեկը այցելեց բոլոր մանկատները եւ մենք որոշակի բաներ իմացանք խնամատարության մասին, ինչպես նաև պարզեցինք, թե ինչ պարագաների կարիք կա։ Մեզ կայցելի մի անձնավորություն, որը ներկայացնում է բոլոր մանկատները եւ կխոսի մեր աշխատակիցների հետ։ Եվ ես հույս ունեմ, որ մեր աշխատակիցներից ոմանք կցանկանան խնամատարություն անել։ Գիտեք, ես կարդացել եմ, սա գրեթե անհնար է թվում, բայց ես կարդացել եմ, որ եթե Ամերիկայի բոլոր ավետարանական եկեղեցիներից մեկ ընտանիք որդեգրի երեխա,
մենք կկարողանանք ամբողջությամբ վերացնել խնամատարության համակարգը։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։